Նոֆիլտր հաղորդմանը հյուրընկալվել էր դերասանուհի Սոֆյա Պողոսյանը։ Star News-ը հետևել է զրույցին, որի ընթացքում Սոֆյան անկեղծ խոսել է հետծննդաբերական դեպրեսիայի, հոգեբանին դիմելու կարևորության, երկրորդ երեխայի թեմայի և ամուսնու Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ հարաբերությունների մասին։ Արտաքնի մասին խոսելիս դերասանուհին նշել է, որ իր առջև նպատակ է դրել ապացուցելու՝ իրեն գլխավոր դերերի համար ընտրում են ոչ միայն արտաքնի պատճառով։ Ըստ նրա, 20-ից մինչև 40 տարեկան հասակում մարդն ունի ինքնահաստատվելու կարիք։ Սոֆյան պատմել է, որ կյանքի մի բարդ փուլում, չնայած ինքն էլ հոգեբան լինելով, չի կարողացել ինքնուրույն հաղթահարել իր վիճակը։ Ցանկացած հոգեբան ունի հոգեբանի կարիք, որովհետև ինքդ քեզ հետ թերապիա անցկացնել հնարավոր չէ։ Նույնիսկ հարազատիդ չես կարող օգնել։ Իմ հոգեբան լինելն ինձ օգնեց հասկանալ, որ պետք է դիմել մասնագետի։ Պետք չէ սպասել անդառնալի վիճակի, որպեսզի դիմես։ Ցավոք, Հայաստանում հաճախ հենց այդպես էլ անում են։ Ես հասկանում եմ իմ հույզերն ու հոգեվիճակը և հասկանում եմ, թե երբ է ինձ օգնություն անհրաժեշտ։ Դերասանուհու խոսքով, երեխայի ծնունդից հետո իր կյանքում տեղի են ունեցել կտրուկ փոփոխություններ, որոնք ուղեկցվել են հետծննդաբերական դեպրեսիայով։ Դասական դեպրեսիա էր, իր բոլոր դրսևորումներով, նշել է նա։ Սոֆյան նաև անդրադարձել է ամուսնու հետ հարաբերություններին։ Նրանք երբեք չեն թաքցրել իրենց ընտանեկան վեճերը սոցիալական հարթակներում։ Մենք տրենդներին չենք հետևում և ինքներս ենք որոշում որն է ճիշտ։ Մեր բարդ շրջանը որոշեցինք դնել արվեստի մեջ, որը արդյունքում դարձավ գեղեցիկ ներկայացում։ Խոսելով երկրորդ երեխայի թեմայի մասին, Սոֆյան նշել է, որ չի սիրում հասարակության ճնշումը, որը խանգարում է մարդուն լսել իր ներքին ձայնին։ Ես հասկացել եմ, որ հիմա պատրաստ չեմ այդ քայլին և չեմ վախենում այդ մասին բարձրաձայնել։ Այդ քայլին պետք է գնալ այն ժամանակ, երբ դու իսկապես պատրաստ ես ու ուզում ես, ոչ թե որովհետև ժամանակն է։ Չգիտեմ ինչու, բոլորը վստահ են, որ աղջիկ է լինելու, եզրափակել է դերասանուհին։ Նշենք նաև, որ դերասանուհի Սոֆյա Պողոսյանն իր ինստագրամյան հարթակում վերջերս հրապարակում էր արել «Չեմ վախենում խոստովանել» թրենդի իր տարբերակը պատմելով. Ես 36 տարեկան եմ և չեմ վախենում խոստովանել, որ ինձ դեռ ընկալում եմ որպես 29 տարեկան։ Ահա որ ուշացող եմ և ունեմ ժամանակը ընկալելու հետ կապված խնդիր, չեմ սիրում պատրաստել։ Մասնագիտությամբ լինելով հոգեբան, ինքս գնում եմ հոգեբանի մոտ, դեռ ունեմ ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ։ 15 տարի աշխատելով դերասանուհի, սարսափում եմ բեմ բարձրանալուց, շատ անփույթ եմ։ Ամեն ինչ գցում, կոտրում, թափում եմ։ Չեմ հասկանում կենդանիներին մարդկանցից ավելի շատ սիրող մարդկանց։ Ունեմ տատու, որը շատ եմ սիրում։ Ինձ վախեցնում է երկրորդ երեխա ունենալու միտքը։ Մտերիմ մարդկանց արված քննադատությունը շատ ծանր եմ տանում։ Չեմ կարողանում ալկոհոլ օգտագործել։ Նույնիսկ քիչ քանակից կորցնում եմ ինքնատիրապետումս, անկեղծացել էր դերասանուհին։ Նշենք նաև, որ երբ մեկնարկեց «Տանդեմ» սիթքոմը, հեռուստադիտողները հնարավորություն ունեցան Սոֆյա Պողոսյանին տեսնելու բոլորովին այլ ամպուլայում։ Նրա հերոսուհին Մարիանուշը մոդել է, սակայն այս դեպքում չի օգտագործել մոդելի կարծրատիպային հիմարիկ կերպարը։ Թերթի մի հետ զրույցում Սոֆյան պատմել էր այս աշխատանքի մասին։ Ինձ ամենից շատ գրավեց այն, որ Մարիանուշը մոդելի ստանդարտ տեսակի մեջ չէ, այլ մոտեցում կա մասնագիտության հանդեպ։ Թեթև է, բայց ոչ թեթևամիտ։ Շատ եմ սիրել Մարիանուշին, ասել է նա և հավելել, որ հումորային ժանրում ներկայանալն էլ մեկ այլ առավելություն էր։ Հատկապես հայաստանյան իրականության մեջ, երբ ռեժիսորները նախընտրում են դերասաններին ներկայացնել այն կերպարներում, որոնցում նախկինում արդեն հանդես են եկել, Սոֆյային ուրախացրել է այլընտրանքային մոտեցումը։ Հայաստանում դերասանին գրեթե միշտ տեսնում են նույն կերպարի մեջ և հիմնականում առաջարկում են առանց պատկերացնելու, որ աշխատանքի արդյունքում կարելի է այլ բան ստանալ։ Խնդիրը երևի թե այն է, որ շատ նախագծեր պատրաստվում են կարճ ժամանակում և նախընտրում են վերցնել այն, ինչ արդեն տեսել են, քան ստանալ նոր կերպար։ Այս կերպարը տարբերվում է մինչև այս խաղացածս բոլոր կերպարներից։ Յուրաքանչյուր դերասանի հետաքրքիր է նոր ժանրում ներկայանալ, նկատել է նա։ Թեև սիթքոմի ժանրն անծանոթ էր Սոֆյային, կերպարը կերտելը նրա համար բարդ չի եղել։ Ասում է դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև այս խաղացած բոլոր դերերից Մարիանուշն ամենամոդն է իր իրական տեսակին։ Մարդիկ կարծում են, որ ես իրականում շատ լուրջ և ծանր ազնվորություն եմ, ինչը բացարձակ այդպես չէ։ Ուրախ եմ, որ մարդիկ կտեսնեն իմ իրական տեսակին ավելի մոտ Սոֆյայի։
Ես իրականում շատ թեթև մարդ եմ և նախընտրում եմ հումորով վերաբերվել շատ հարցերի։ Իմ խաղացած ծանր դրամատիկ դերերն ավելի դժվար են տրվել ինձ, քան այս կերպարը։ Հյուսիկներով աղջիկը սիթքոմի ընթացքում չի կերպարանափոխվի, քանի որ օգտագործվել է մուլտֆիլմների գիծը, երբ հերոսները ամբողջ ընթացքում ներկայանում են միևնույն հագուստով։ Արման Նշանյանի հետ աշխատելու փորձ Սոֆյան նախկինում ունեցել է։ Նա շատ է կարևորում այն հանգամանքը, որ ռեժիսորը դերասան է։ Ոչ ոք այդպես չի հասկանա դերասանին, որքան հենց դերասանը։ Հենց սկզբից վստահեցի Արմանին որպես ռեժիսոր, ասաց նա ու հավելեց, որ ռեժիսորներին միշտ ասում է իր դիտարկումները։ Իմ բախտը բերել է, որովհետև միշտ աշխատել եմ այնպիսի թիմերում, որտեղ քննարկել, իրար կարծիք ենք լսել և հարգել, այստեղ էլ այդպես է։ Սոֆյան անհամբերությամբ հետևում է լսարանի արձագանքներին, ռիսկը շատ մեծ էր։ Մինչև հեռարձակումը որքան էլ աշխատես չես կարող կանխատեսել, թե եթերում հայտնվելուց հետո նախագիծն ինչ արձագանքներ կունենա։ Դա ցույց կտա ժամանակը։ Միշտ կա ռիսկ, սակայն ես նախընտրում եմ գնալ ռիսկի։ Ներկայանալ նոր կերպարներում, քան տարիներ շարունակ լճանալ նույն կերպարների մեջ։ Star News-ը սիրով Սոֆյա Պողոսյանի հարցազրույցներից առանձնացրել էր այսքանը։ Հատկանշական է նշել, որ Սոֆյա Պողոսյանն իր ինստագրամյան հարթակում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Նա հաճախ է իր էջում զվարճալի հոլովակներ հրապարակում, սակայն բացի զվարճալի հոլովակներից Սոֆյայի էջում կհանդիպենք նաև հոգեբանությանը նվիրված տեսանյութեր։ Star News-ը սիրով առանձնացրել է դրանցից մեկը, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Նրանով, թե ինչպես եմ վերականգնում աշխատունակությունս ու լինում ֆոկուսի մեջ, այն օրերին, երբ արտանում եմ շատ անհավես ու զրո էներգիայով։ Շատ կարևոր է, որ ես օրս սկսեմ լռության մեջ եւ ինձ ոչ ոք չխանգարի մտքերս իմի բերել, իմ սուրճը վայելել, այդ իսկ պատճառով ես շատ վաղ եմ արթնանում, այնուհետև սկսում եմ պարտադիր իմ օրը պլանավորել, գրի եմ առնում բոլոր անելիքներս ամենայն մանրամասնությամբ։ Ես պարտադիր գրում եմ գրիչով բլոկնոտի մեջ, հեռախոսի մեջ գրելը ինձ չի օգնում, կարող է արդեն տարիքն է իրեն ասում։ Այս տեխնիկան աշխարհի ամենացրված մարդուն իսկապես շատ է օգնում։ Էներգիա ունենալու համար ինձ համար հաջորդ կարևոր կետը դա այն է, որպեսզի շուրջս թափրտած լինի հավաքված, ի դեպ սա ինչ որ նոր ծիկ է ինձ մոտ, այնուամենայնիվ սա ինձ համար հիմա շատ կարևոր նշանակություն ունի։ Եվ առհասարակ զգացել եմ, որ ես շատ ուժեղ եմ զգում միջավայրի աուրան։ Այդ իսկ պատճառով աշխատում եմ իմ միջավայրի աուրան դարձնել գեղեցիկ ու դրական։ Աշխատանքային օրվան տրամադրվելուն շատ է օգնում արտաքին պատրաստվածությունը։ Այն ուղիղ կապ ունի իմ ներքին ինքնազգացողության հետ։ Կուզեի իհարկե ասել, որ առավոտյան զբաղվում եմ յոգայով կամ սպորտով, բայց շատ է օգնում արտաքին պատրաստվածությունը։ Այն ուղիղ կապ ունի իմ ներքին ինքնազգացողության հետ։ Կուզեի իհարկե ասել, որ առավոտյան զբաղվում եմ յոգայով կամ սպորտով, բայց աշխատանքային